Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հունվարի 13։ Եվ ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի։ Հովհաննես 6-րդ գլուխ 37-րդ խոսք։ Երբևէ եղել է մի դեպք, երբ մեր Տերը մերժած լինի իր մոտ եկողին։ Եթե այդպիսին լիներ, մենք կուզենայինք իմանալ դրա մասին, սակայն այդպիսի բան երբեք չի եղել եւ երբեք էլ չի լինելու։ Դժոխքի մեջ կորած հոգիների մեջ չկա նույնիսկ մեկը, որ կարողանա ասել. ես եկա Հիսուսի մոտ եւ նա ինձ մերժեց։ Անհնար է, որ դու կամ ես լինենք առաջինը, ում հանդեպ Տեր Հիսուսը կխախտի իր խոստումը։ Եկեք չթույլատրենք մեր սրտերում այս մռայլ կասկածը։ Ենթադրենք այսօր հենց այս պահին գնանք Տեր Հիսուսի մոտ մեր այսօրվա չարիքների ու ծանրությունների համար օգնություն խնդրելու։ Մի բանում կարող ենք լիովին վստահ լինել. նա մեզ չի մերժի, չի հրաժարվի մեզ լսելուց եւ մեզ դուրս չի հանի իր ներկայությունից։ Թող նրանք, ովքեր հաճախ են եկել եւ նրանք, ովքեր երբեք առաջ չեն եկել, միասին գան եւ մենք կտեսնենք, որ նա իր շնորհքի դուռը չի փակելու մեր ոչ մեկի առաջին։ Այս մարդը ընդունում է մեղավորներին, բայց ոչ մեկին դուրս չի հանում։ Մենք գալիս ենք նրա մոտ թուլության ու մեղքի մեջ, դողդոջուն հավատքով, սակավ գիտությամբ ու հյուծված հույսով, բայց նա մեզ դուրս չի հանում։ Մենք գալիս ենք աղոթքով եւ այն էլ կոտրված աղոթքով, խոստովանությամբ եւ այն էլ թերի խոստովանությամբ, գովաբանությամբ եւ այն էլ շատ տկար գովաբանությամբ, սակայն նա այնուամենայնիվ ընդունում է մեզ։ Մենք գալիս ենք հիվանդ, պղծված, հյուծված ու անարժեք, բայց նա ոչ մի դեպքում իր մոտ եկողին դուրս չի հանում։